Ինչ անել։ Հարց, որ հաճախ է հնչում այս ապարժեք քաոսում։ Պատասխանների փնտրտուքը յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 20-ին Արդար հայեմի եթերում։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արդար հայեմ կայքի եթերում ինչ անել հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Քանի որ անցյալ կիրակի հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշեց դերևս մեր հավատքի ամենակարևոր տոնը Քրիստոսի հրաշապար հարությունը, հետևաբար մեր հաղորդումն էլ սկսենք նման ողջույնով Քրիստոս հայրա վիմերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Եվ ավանդույթի համաձայն հաղորդումը վարում ենք մենք, Հայք միաբանության անդամներ, Էդգար Մակարյանը Երևանից և ես Արմեն Ներսիսյանը Գյումրիից։ Այո, Քրիստոսի հրաշապար հարության տոնը նշվեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու և նրա հետևորդների կողմից, որը ըստ էության բավականին մեծ ցնծություն և ուրախություն է բերում, բայց ոչ միայն ինքը նյութական դրսևորում ունի, այլև խորքային դրսևորում։ Դրա համար էլ այսօր հաղորդումը մենք ամբողջությամբ նվիրել ենք այս խորհրդին, Քրիստոսի հրաշապար հարության խորհրդին, եւ հաղորդումն էլ այդպես վերնագրել ենք հարություն եւ առաքելություն։ Քրիստոսի հրաշապար հարությունը, մեր Տիրոջ հարությունը, ինքը հնարավորություն տվեց մեզ մականացուներից հստակ ընտրություն կատարել դեպի հավերժություն, որովհետև Քրիստոսը իր հարությամբ հաղթեց մահին եւ հավերժական կյանքի հնարավորություն տվեց մեզ բոլորից։ Այսինքն Քրիստոսի հրաշապար հարության տոնը ինքը ոչ միայն այդ հաստական իրողության ամրագրումն է, այլ ինքը շատ խորքային բովանդակություն ունի եւ այդ բովանդակությունը ըստ էության արտահայտվում է կամ դրսևորվում է յուրաքանչյուրիս առաքելության գիտակցմամբ։ Մենք ընտրում ենք Աստծո կամքի ճանաչման, Աստծո կամքի կայացման ճանապարհը եւ այդպեսով ձգտելով հավերժություն, թե մնում ենք այս ընթացքի մեջ կամ աշխարհիկ ընթացքի մեջ, ինչպես շատերը ձևակերպում են, այս նյութապաշտության ընթացքի մեջ մոռանալով ամեն ինչ։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս տարի ընդհանրապես մեծ բակի շրջանում մեր եկեղեցիները լեփ-լեցուն էին հավատացյալներով։ Այս տարի յուրահատուկ կերպով առանձնանում էր։ Կրկնակի ուրախությամբ պետք է փաստեմ, որ հավատացյալների մեջ բավականին մեծ են, արդեն կարող ենք ձևակերպել, որ ճնշող մեծամասնություն են կազմում երիտասարդությունը։ Երիտասարդությունը, որը իր կյանքը իմաստավորելու, կյանքի իմաստը գտնելու այդ որոնողական ճանապարհին գալիս է դեպի Քրիստոս, գալիս է դեպի եկեղեցի, ըստ էության մերժելով այդ նյութապաշտության, հաճույքամոլության ընթացքը եւ կյանքի իմաստը փորձում է գտնել եկեղեցում։ Սա շատ կարեւոր է։ Եվ այս կարեւորության հանգամանքը նորից ֆիքսելով, նորից փաստելով, մենք նշենք, որ Քրիստոսի հրաշապար հարությունը ինքը առաջին հերթին առաքելության գիտակցում է ենթադրում, թե անձնային մակարդակով, թե ազգային հավաքական կենսընթացի մակարդակով, որի գլխավոր ընթացքը դա աստվածային կամքի ճանաչումն է եւ նրա կայացումն է։ Մենք այս պարագայի մեջ ենք, որ հաճախ օգտագործում ենք, որ առաջնային քայլը համապատասխան ազգակեցական եւ ազգապետական որակի դրսևորումն է։ Եվ որպես նպատակ սահմանում ենք, առաջնային նպատակ սահմանում ենք նոր որակի ազգային պետության ձևավորումը, հաստատումը, որի հիմքը արտարությունն է։ Հաճախ օգտագործում ենք նաեւ արտարապետություն եզրույթը, որը կարծես շատերի մոտ այդպես դերևս ոչ խորությամբ են կալելի, որովհետև սա սոս բառակապակցություն չէ կամ գեղեցիկ բառակապակցություն չէ, ինքը իր խորքի մեջ լուրջ ուղերձ է պարունակում եւ լուրջ հիմք է պարունակում եւ ինչպես Մատթեոս ավետարանիչն է Հիսուսի խոսքերը մեջբերում, ամենից առաջ խնդրեք Աստծո թագավորությունը եւ նրա արդարությունը եւ ամենը ձեզ ավելիով կտրվի, հետեւաբար մեր
արտարապետության ընթացքը կամ մեր ազգակեցական եւ պետականակարգության նոր որակը հենց Աստծո առկայության եւ Աստծո արտարության հաստատման ճանապարհն է հանդիսանալու։ Այստեղ է որ մենք օգտագործում ենք, որ նոր որակի ազգակեցական վիճակը բոլորիս կողմից ընկալվելու է որպես ընտանիքի մոդել։ Պետությունը որպես ամբողջական ընտանիքի մոդել եւ այստեղ է որ ընտանիքի անդամների միջև փոխհարաբերություններն են հենց Քրիստոսի տիեզերական վարդապետության հիմքով։ Բացի դրանից գլխավոր առաքինությունը դա ծառայության մատուցելն է, իսկ ծառայությունը առաքինություն է դիտարկվում, եթե ուժերն է մատուցում, կարիքավորին, թույլին է մատուցում։ Այս տրամաբանական հիմքով է ամբողջությամբ ձևակերպվում մեր առաջարկները թե ազգակեցական, թե ազգապետական նոր որակի վերաբերյալ, որտեղ էլ որպես համակարգ մենք առանձնացնում ենք 3 կարևոր շերտերը մշակութացման ոլորտում, դա արդեն մարդկային էության վերաճն է, հոգևոր էակի կառավարման ոլորտում աշխարհաժողովային մոդելն է, որպես կենսագաղափար, իսկ տնտեսական ոլորտում արտար տնտեսակարգի կամ հայրենատիրական տնտեսակարգի, ընդ որում այս բոլոր տարերը մեր պատմության մեջ կա եւ անհրաժեշտ է ուղղակի քաղաքակրթական արդիականացման այդ բովով անցկացնել եւ կյանքի կոչել։ Ընդ որում այստեղ էլ պետք է հատուկ շեշտեմ, որ աշխարհաժողով շարժումը այս ուղղությամբ շարժվում է եւ ազգային համակարգի էլեմենտները, տարերը կամ համակարգ ինքը փորձում է կայացնել։ Խնդրեմ, պարոն Մակարյան։ Այո, շնորհակալություն։ Իրոք Քրիստոսի հարության այս հրաշափառ հարության տիեզերատոնի այս մեծ ավետիսով մեզ եւ ձեզ տանք մեծ ավետիս եւ մեկնարկենք մեր հաղորդումը, փորձենք մենք էլ մեկնել այս հարության խորհուրդը, բայց ոչ թե ինչպես ասում ենք կրոնական կամ աստվածաբանական բովանդակության մեջ, այլ կրոնական քաղաքական բովանդակության մեջ, որտեղ մենք անցած հաղորդումներ, որ նվիրեցինք արդեն ավագ շաբաթին նվիրված, ասեցինք ավագ շաբաթվա օրերի խորհուրդները եւ ընդհանուր այն իրավիճակը, որ տեղի ունեցավ այդ ավագ շաբաթի խորհրդի մեջ, որքանով են զուգահեռվում այսօրվա մեր հայ իրականության եւ պետականության հետ, եւ թե ինչպես որ ժամանակին ուրացված ու դավաճանված էր 30 արծաթի դիմաց տերը, այնպես էլ այսօր ուրացված եւ դավաճանված է հայ իրականությունը եւ պետականությունը, եւ հիմա մենք էլ անցնում ենք մեր չարչարանքներով, մեր Գողգոթայով, բայց այս խաչելության ճանապարհին դեռ հարության հույս չի երևում, եւ հիմա մենք այս Քրիստոսի հարության տոնին ընդառաջ ասեցինք, որ կնվիրենք հաջորդ հաղորդումը արդեն այսօր այդ հանգուցալուծված հարության մեկնելու, ինչպիսին է լինելու այդ հարության ավետիսը, դրա դրսևորումը նաև հայոց պետականության համար, եւ հիմա կարևոր է, որ հենց այս հոգևոր կենսաքաղաքական բովանդակության մեջ մենք կարողանանք մեկնել, որովհետեւ կարևոր է հասկանալ, որ հոգևոր իմաստները, ոգեղեն արժեքները եւ կրոնական բովանդակությունները որպեսզի կտրված չլինեն սոցիալ հասարակական կյանքից, նրանց վրա ազդեցություն ունենալուց եւ իրենցով այդ սոցիալ հասարակական, ազգային, պետական, համակեցական կյանքը կազմակերպելու ազդեցությունից պետք է այդ ոգեղեն արժեքները, հոգևոր իմաստները եւ կրոնական բովանդակությունները թարգմանել, եթե բառը այստեղ կարելի օգտագործել, մեկնաբանել, տրանսֆորմացնել կենսաքաղաքական գաղափարների, բանաձևերի, օրակարգերի եւ կենսագործունեության։ Ինչու ենք սա շատ շեշտում, որովհետեւ մենք նախանցած հաղորդումը նվիրեցինք մեկ այլ համաշխարհային իրականության մեջ տեղի ունեցող այս համաշխարհային գործընթացները, դրանք ներկայացնելով կրոնական քաղաքականության բովանդակության ներքո, ցույց տալով, որ մոլորակում գերիշխող որոշակի ուժեր, ինչպես են իրենց կրոնական բովանդակությունները կարողանում տրանսֆորմացնել քաղաքական գործընթացների կոնկրետ եւ այդ երկուսի կրոնաքաղաքական այս բովանդակության եւ գործնեության արդյունքում հասնել իրենց 3000-ամյա վաղեմի նպատակների իրագործմանը, հստակ ծրագրավորված եւ նպատակային։ Եվ հիմա շատ կարեւոր է, որպեսզի մենք էլ որ կարողանանք այդ հոգեվոր իմաստները տրանսֆորմացնենք,
քաղաքական բովանդակությունների։ Այս իմաստով պետք է ասենք, եթե արդեն դիմենք Քրիստոսի տիեզերական վարդապետության այդ հոգևոր իմաստներին, ապա ամենամեծագույն ոգեղեն արժեքը, որ Քրիստոսը տվեց, այն էր, որ կատարյալ եղեք, ինչպես կատարյալ է ձեր երկնային հայրը։ Սա այն հիմնարար բանաձևն է, որից մենք բխեցնում ենք ձեզ հետ միասին հոգևոր սրբազան էակի կենսագաղափարը, կենսահայեցակարգը, դրանով հռչակելով, որ մարդ արարածը ոչ միայն կենսաբանական, ոչ միայն բանական էակ է, այլ այդ ամենով հանդերձ եւ այդ ամենից վեր նաեւ հոգևոր սրբազան էակ է։ Սա ամենակարևոր հիմնարար կետն է, որից հետո սկսելու է մնացած արդեն հոգևոր իմաստների եւ բովանդակությունների մեկնությունը, որտեղ այստեղ է, որ գալիս է այն գաղափարը, որպեսզի կատարյալ լինես Աստծո պես, Հայր Աստծո պես, ինքդ պետք է կրես որպես այդ Աստծո զավակ, այդ աստվածային էությունը քո մեջ։ Սա շատ կարևոր հիմնարար առանցքային կետ է, որ այդպիսի էության ճանաչողությունը քո մեջ կարող է հնարավորություն տալ կատարյալ լինելու կամ նմանվելու կամ միաձուլվելու կամ մերձենալու կամ էանալու այդ աստվածային էության հետ։ Սա հիմնարար կարևոր կետերից մեկն է։ Եթե մենք փորձենք արդեն մեկնել հոգևոր մեկ այլ իմաստ, որը տվեց հստակ Քրիստոս, հենց ինչպես դուք արդեն նշեցիք, ամենից առաջ որոնեք Աստծո արդարությունը, Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, ապա մենք կտեսնենք, որ թվում է թե երկիր մոլորակի վրա նյութական աշխարհում չի կարող լինել արդարություն։ Եվ եթե չկա արդարություն, ինչպես որոնես, հələ դեռ մի բան էլ ավելին կարողանաս այն գտնել։ Բայց արդարությունը կա ամենաառաջնային հենց Աստծո ոգեղեն էության, դրա ճանաչողության, այդ կամքի ճանաչողության եւ այդ կամքին ձգտելու եւ այդ կամքը կայացնելու քո մղումի մեջ, եւ հենց արդարությունը այդտեղից է, որ սկսում է, եւ արդարությունը որպես սկզբունք մարդկային նյութական կյանքում ինչպես կարող է կայանալ, կայանում ընդհանրապես մեկ սկզբունքի հիմքի վրա, որ ամբողջ տիեզերքը արարված է որպես աստվածային մեկ ընտանիք, մեկ ամբողջություն, այդ թվում նախագո եւ ինքնագո առաջին տիեզերական ընտանիքի մոդելը հենց ինքնին Սուրբ Երրորդությունն է։ Հայր Աստծո, Որդի Աստծո եւ Սուրբ Հոգու այս ձևաչափի մեջ, այսինքն այս աստվածային ինքնաարար այս Սուրբ Երրորդությունը տալիս է այն մոդելը, որից հետո այս աստվածային Սուրբ Երրորդությունը գնալով տիեզերական, նյութական կամ հոգևոր կամ ոգեղեն ամբողջ նյութական բազմաշերտությունն արարելու, սկզբունքը դրված է մեկ բան, որ արարվելու է ամեն ինչ այս տիեզերական ոգեղեն ընտանիքի մոդելին համաձայն նրա սիրո եւ նրա ճշմարտության եւ նրա արդարության հիմքի վրա։ Այս երբ որ Քրիստոսն ասում էր ամեն ինչ առաջ որոնեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, խնդիրը հենց այս աստվածային համատիեզերական ընտանիքի եղբայրության, հոգևոր եղբայրության ճանաչողության բանաձևի մեջ է։ Մենք կանրադառնանք սա ինչու է կարևոր, որովհետև հենց այս հիմքի վրա, երբ որ դու հասկանում ես, որ կա այս հոգևոր իմաստը, քաղաքական բովանդակության, քաղաքական բանաձևի, քաղաքական օրակարգերի եւ կենսագործնության վերածելու խնդիր, ապա դա տեղափոխվում է մեկ այլ հարթություն եւ արդեն մենք ձեզ հետ միասին դա կոչում ենք արդար հասարակարգ ձևավորելու մասին, մենք խոսում ենք արդար պետականություն ձևավորելու մասին եւ վերջին հաշվով դա բերում հանգեցնում ենք արդարապետության գաղափարախոսության։ Սա հիմնարար առանցք է, որովհետև միայն այս պարագայում է, որ հոգևոր արժեքները կտրված չեն լինի հասարակությունից, ազգային համակեցական կյանքից կամ պետականաշինության ուղղություններից կամ պետական քաղաքականությունից, այլ հակառակը իրենց հիմքում կունենան հոգևոր եւ ոգեղեն արժեքներ ու իմաստներ։ Այսինքն խոսելով Աստծո արքայությունից, խոսելով արդարության արքայությունից, խոսելով արդար հասարակարգից, արդար պետականությունից եւ վերջին հաշվով հայոց ազգային արդարապետությունից, սա դիտարկում ենք որպես մի ամբողջություն, սկսած ոգեղեն արժեքներից մինչեւ սոցիալ հասարակական համակեցական պետական կյանք։ Եվ հիմա ինչպես սա պետք է դրսևորվի կրոնական մեկ այլ բանաձևի, կրոնական մեկ այլ բովանդակության համատեքստում, ապա եթե մենք հղում տանք նախորդ հաղորդման եւ ընդհանրապես անցած շաբաթ այդ ավագ շաբաթվա օրերին, ապա ավագ 5 շաբթին
տվեց հենց Քրիստոսը լավագույն օրինակը, որպես այդ վերջին ընթրիքի կամ խորհրդավոր ընթրիքի ժամանակ լվանալով իր աշակերտների ոտքերը եւ նրանց պատգամելով այնպես ինչպես ես վարվեցի ձեզ հետ, դուք էլ նույնպես վարվեք միմյանց հանդեպ։ Այսինքն ցույց տվեց ծառայության հիմնարար տիեզերական սկզբունքը, որի վրա խարսված այդ համատիեզերական ընտանիքը։ Չկա ընտանիք, չկա համատիեզերական ընտանիք, եթե չկա ծառայություն, եթե չկա զոհողականության պատրաստակամություն։ Եվ Քրիստոսը հենց այդ օրինակը ցույց տվեց, եւ այդ ոտքերը լվանալով եւ ինքնազոհության այդ ճանապարհն անցնելով, այդ խաչելության, այդ Գողգոթայի ճանապարհն անցնելով։ Ավելի, եթե մի փոքր էլ հետ գնանք արդեն նույն ավակ երեքշաբթիի հետ կապված այդ 10 կույսերի առակի հետ, 10 կույսերի առակից հետո Մատթեոսի ավետարանում գալիս է 3 ծառաների առակը, որից հետո գալիս է վերջին դատաստանի առակը, որտեղ խոսում է բաժանված այծերի եւ ոչխարների մասին, որտեղ ասում է, որ դուք արդարներդ պետք է ժառանգեք աշխարհի սկզբից պատրաստված Աստծո օթևանները, որովհետեւ ես քաղցած էի, դուք ինձ հաց տվեցիք, ես ծարավ էի, դուք ինձ ջուր տվեցիք, ես անօթևան էի, ինձ տուն տվեցիք, ես հիվանդ էի եւ եկակայցի, ես բանտում էի, դուք եկաք ինձ տեսակցության եւ հարցնում են, ասում են ինչպես թե երբ է եղել, որ դու հիվանդ ես եղել, եկել ենք, երբ որ այցի ենք եկել, որ սոված ես եղել հացը եւ այլ եւ այլն։ Եվ ասում է ճշմարիտ եմ ասում ձեզ, ձեզանից ով այս իմ փոքր եղբայրների համար արեց, ինձ համար արեց։ Եվ հակառակն ասում է այծերի համար, որ դուք չտվեցիք, երբ որ ես սոված էի, ճարավ էի, ջուր չտվեցիք, հիվանդ էի, այցի չեկաք եւ այլ եւ այլ։ Ասում են, այդ երբ եղավ, որ այդպես վարվեցինք։ Ասում է ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե այսին փոքր եղբայրներից որևէ մեկի հանդեպ չարեցիք, ուրեմն իմ հանդեպ էլ չարեցիք։ Այսինքն հստակ տալիս է տիեզերական ընտանիքի բանաձևը, մոդելը, որ եղբայրական սիրո վրա է միայն կարող խարսխվել, փոխօգնության, փոխծառայության վրա է կարող կառուցվել այս համատիեզերական ընտանիքի բանաձևը կամ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը։ Ինչու ենք այսօր հենց այստեղ շեշտադրում այս կարևոր խնդիրը եւ սա ցույց ենք տալի այսօրվա մեր պետականության հետ, այդ որ ասում են Գողգոթա խաչելություն է անցնում, որն է լինելու նրա հարության ոսկե բանաձևը։ Այս հոգևոր արժեքները, իմաստները, բովանդակությունները, որոնց մասին հենց նոր նշեցինք, միայն այս գիտակցության եւ դրանք հասարակական, սոցիալական կյանք տեղափոխելու արդյունքում մենք կարող ենք հաղթահարել առկա այս ծանր վիճակը որպես հարության նշույլ, որպես հարության մեծ ավետիս, որ հայոց ազգը խորքի առումով գիտակցել է այն ինչ կատարվում է իր հետ վերջի մի քանի տարիների ընթացքում եւ որն է դրա հաղթահարման միակ ճանապարհը եւ միակ բանալին։ Եվ հիմա եթե այս ամենը տեղափոխենք կոնկրետ փորձենք հասկանալ առնվազն վերջի 100 տարվա ընթացքում ինչ տեղի ունեցավ հայոց իրականության հետ իր պետականաշինությունների այս գործընթացում եւ կարողանանք այդ համատեքստում նաեւ տրանսֆորմացնել այն ինչի մասին խոսեցինք, թերևս ավելի པարզ կլինի։ Հիմա նայեք, ուղիղ 100 տարի առաջ ինչ հանգամանքների առումով հայոց ազգը կարողացավ ձեռք բերել իր անկախ պետականությունը վերջին մի քանի 100 տարիների այդ պետականության կորուստից հետո։ Բայց որն է այստեղ խնդիրը։ Մինչև այդ, այսինքն մինչև եթե Կիլիկյան Հայաստանն էլ հաշվի առնենք 1375 թվականը հայոց պետականությունը հիմնվում էր հին սոցիալ հասարակական կարգի վրա, այսինքն այն կարգի վրա, որտեղ որպես քրիստոնեական առաջին պետություն ինքը կարողացել էր կառուցել իր պետականակարգությունները։ Հիմա այդ կարգի արդեն վերացման հետ միասին, երբ որ եկել էր քաղաքական նոր բովանդակություններ, եւ որոնք մերժել էին հին կրոնական իմաստները, հին կրոնական արժեքները եւ հին կրոնական բովանդակությունները, եւ մերժել էին նաեւ հին սոցիալ հասարակական կարգը եւ բերել էին իրենցով նոր քաղաքական գաղափարներ, գաղափարախոսություններ, արժեքներ, իմաստներ ու բովանդակություններ, ձևավորվում էին նոր պետականության կարգեր։ Եվ հիմա հայ իրականությունն էլ 1918 թվականին, երբ որ փորձեց ստեղծել պետություն, այլևս ինքը պարզ էր, որ չէր խարսխվելու անցյալ իր փորձառության վրա եւ որդեգրվելու էր նոր եվրոպական ձևաչափերին։ Բայց պարզ էր, որ այդ ժամանակ նոր ծնվող Հայաստանի Հանրապետությունը անզոր էր դիմակայելու աշխարհակահաղական մեծ գործընթացներին եւ հանգամանքների բերումով մտավ մի մեծ կայսրության մեջ, մեկ այլ այսպես ասած ֆորմացիոն համակարգի մեջ մտավ
եւ այդ համակարգի պարտադրանքի տակ կարողացավ գոյատևել։ Համակարգ, որը նույնպես աստվածամերժ էր իր բովանդակությամբ, իր տեսակով, բայց պետք է շեշտենք, որ իր բարոյական, էթիկական առումով հիմնված էր եւ խարսխված էր ռուսական ուղղափառ եկեղեցու բարոյական, էթիկական այդ օրենքների հիմքի վրա եւ այդ օրենքների, այդ արժեքները, չնայած չէին խոսում կրոնից, չնայած չէին խոսում Աստծուց, ինչ որտեղ մերժում էին, ինչ որտեղ հալածում էին, բայց բարոյական հիմքը պահպանվեց ամբողջ ուղղափառ եկեղեցու այս բարոյական, այո, էթիկական օրենքները եւ դրա արդյունքում ձորվեց Homo Sovieticus տեսակը, որը թերևս իր տեսակով, իր բարոյական արժեքներով, իր որակներով ավելի բարձր էր, քան իր ժամանակի աշխարհի բոլոր մարդիկ, ավելին անգամ ավելի բարձր, քան այսօրվա անգամ Հայաստանի Հանրապետության այս հպարտ քաղաքացիների ձևաչափը եւ նրանց մարդկային որակները։ Հիմա ինչու եմ այսքան երկար այս անդրադառնալու, երբ որ սովետական միությունն էլ քանդվեց, նախախնամությունը մեզ տվեց 70 տարվա այդ հզոր կայսրության, որտեղ այդ հզոր կայսրությունը տալիս էր քեզ հզորության, ուժեղության, այդ մեծ պոտենցիալը, հետևաբար այդ մեծ պոտենցիալով տվեց պետականություն ստեղծելու հնարավորություն։ Ավելին, նախախնամությունը մեզ նաև տվեց հաղթանակ Արցախ աշխարհն էլ միավորելու մեր հայկական պետականության, այսինքն մենք այդ փլուզումից, սովետական միության փլուզումից հետո դուրս եկանք հաղթանակած, դուրս եկանք մեծ պոտենցիալով, բայց հիմա եկեք տեսեք, թե մենք ինչ արեցինք, որտեղ նորից չհասկացանք, թե պետականություն կառուցելու հայկական մոդելը որն է, նորից անտեսելով, որ մենք ունենք հին, այսպես ասած, չասենք հին, այլ քրիստոնեական արժեբանության վրա կառուցված պետականության մոդել, լինելով առաջին քրիստոնեական ազգը, առաջին քրիստոնեական պետականություն ունեցող ազգը, մենք նորից որդեգրվեցինք վերջին 2-300 տարվա եվրոպական քաղաքական բովանդակությունների, քաղաքական եւ քաղաքացիական ինքնության վրա պետականություն ձևավորելու վրա։ Բայց մենք ձեզ հետ միասին մեր հաղորդումներին ասել ենք, որ մեր պետականության բովանդակությունը կարողանում է 3 բառում՝ փող, շահ, ագահություն։ Հետևաբար այս տրամաբանության մեջ քաղաքականությունն էլ պետք է եւ իշխանություն ձևավորումն էլ պետք է հիմնված լիներ նորից փող, շահ եւ ագահություն, որտեղ կարաս միայն քաղաքական իշխանություն պայել մի պարագայում, եթե ունես փող եւ ավելի շատ փող, որտեղ եթե ինչ-որ մեկը քեզանից ունի ավելի շատ փող, նշանակում է նա կարող հավակնություն ներկայացնել իշխանությունը քեզանից խլելու։ Հետևաբար սեփական իշխանությունը պայելու համար դու պետք է ունենաս ավելի շատ փող, ավելի շատ շահ, ավելի շատ այսպես ագահություն։ Եվ այս մոլուցկը կապ չունի թե այնտեղ ով կհայտնվեր։ Այս ալգորիթմը մեզ բերելու հասցնելու էր իր ամենածայրահեղ դրսևորմանը, տգիտությանը եւ դավաճանությանը, ինչի մեջ ապրում ենք արդեն 7 տարի։ Սա տրամաբանական զարգացում էր եւ հիմա այդ տգիտությունը մեզ բերեց հասցրեց Գողգոթայի, ինչպես այն տգիտությունը եւ այն փառասիրությունը, ինչը 2000 տարի առաջ Փարեսիցիների եւ տգետ ժողովրդի մեծամասնության քվեարկության բերեց խաչելության։ Նույնությամբ դա տեղի ունեցավ մեզ հետ։ Եվ հիմա խնդիրը դարձյալ եկանք եւ հասանք հարության խորհրդին եւ այդ հարությամբ հանգուցալուծվող առաքելության ձեռքբերմանը։ Եվ հիմա խնդիրը դրված է, նախախնամությունը մեզ հետ խոսում է, ինչ է ասում, ասում է տեսեք, որ դուք լինելով առաջին քրիստոնեական պետությունը, այսինքն քրիստոնեական պետության մոդել ստեղծողը եւ դրանով քաղաքակրթական նոր ալիք ստեղծողը, որից հետո այսպես ասած քաղաքակրթության առաջնամարտիկներն ընդօրինակեցին քրիստոնեական պետություններ ստեղծելու բանաձևը եւ ստեղծեցին ժամանակակից այսպես քաղաքակրթական ալիքը, հիմա այդ նույն տրամաբանությամբ ասում է այս առաքելության գիտակցումը դուք ունեք, բայց որն է այստեղ խնդիրը, նուրբ խնդիրը, որ դու չես կարող վերադառնալ անցյալ, որտեղ անցյալում ստեղծված այդ պետությունների հիմքը, այսինքն սոցիալ հասարակական կարգ, ինչի մասին խոսում եմ, այլևս չկա։ Հետևաբար ոչ թե դա պետք է լինի վերադարձ անցյալ, այլ պետք է այդ մոդելի վերաիմաստավորում, վերարժևորում, վերաֆորմատավորում 3-րդ հազարամյակի 21-րդ դարի շնչին համապատասխան։ Ամբողջ խնդիրը, ամբողջ խորհուրդը կանգնած է այստեղ։ Արդյոք մենք կգտնենք այդ քրիստոնեական պետականության մոդելի 21-րդ դարի այդ բանաձևը,
որը մենք ձեզ հետ միասին ասում ենք որպես նոր արդարակարգ, այսինքն եթե չկա նախկին սոցիալ հասարակական կարգը, ապա դրա վերաֆորմատավորումը այսօր պետք է որպես լինի արդարակարգ, եւ դրա արդեն պետական դրսևորումը պետք է լինի արդարապետությունը։ Սա հիմնարար եւ դարակազմիկ մոտեցում է, որով պետք է ձևակերպվի հայոց քրիստոնեական արժեքների վրա ձևավորվող պետականակարգության նոր մոդելը։ Եվ այս նոր մոդելը, ինչպես մենք 1700 տարի առաջ տվեցինք եւ եվրոպական քաղաքակրթությունը վերցրեց եւ պետականությունները կառուցեց սրա վրա, այս առաքելությունը կայացնելու դեպքում կվերաֆորմատավորվի համաշխարհային կյանքը, որտեղ համաշխարհային առումով գտնվում ենք խորքային ճգնաժամի մեջ։ Հիմա ասենք, թե սա ինչպես է կայանալու, որտեղ ոչ թե սա խոսեցինք որպես գաղափարի, բայց հիմա այս գաղափարի կայացման կոնկրետ մեխանիզմը, որն է կոնկրետ մեխանիզմը։ Հիմա խոսենք կոնկրետ մեխանիզմի մասին։ Տեսեք, նույն եթե խոսում ենք այդ եղբայրության հիմքի վրա, հա, ինչը եղավ քրիստոնեական պետականությունների հիմքը, քրիստոնեական պետականությունների հիմքը հենց հանդիսացավ քրիստոնեությունը որպես քրիստոնյաների եղբայրություն, որպես քրիստոնյաների եկեղեցական համայն, այսինքն քրիստոնեական պետության հիմքը դառավ այս մոտեցումը։ Ինչ տեղի ունեցավ սրանից 200-300 տարի առաջ եւ դրան փոխարինելու եկան քաղաքացիական հասարակությունները։ Նրանք էլ բերեցին իրենց բանաձևը, հա, հավասարություն, եղբայրություն, ազատություն, այս բանաձևը բերեցին եւ այս բանաձևի վրա նրանք փորձեցին գալ քաղաքացիական դաշին, հասարակական դաշինքի, քաղաքացիական պայմանագրի եւ ըստ այդմ ձևավորելու նոր պետականակարգության ձև, որը կոչվում է հանրապետություններ։ Բայց հիմա տեսեք, 200-300 տարի անց այդ դարաշրջանը փակվում է եւ դրա լավագույն եւ ամբողջ աշխարհում է փակվում։ Նրանք ովքեր մեկնարկել էին այդ գործընթացը, այսօր հենց այդ երկրներում փակվում է այդ գործընթացը։ Բայց այսպես թե ճակատագրի հեգնանքով, թե այսպես նախախնամությամբ այսօր այդ քաղաքացիական պայմանագիրը կոնկրետ դրսևորում, կոնկրետ մարմնավորում ունեցավ մեկ քաղաքական կուսակցության մեջ հենց այդ անուններ կրելով քաղաքացիական պայմանագիր եւ կոնկրետ մեկ մարդու որպես նրանց առաջնորդի մեջ, որին ամբողջ նեղվածությունը, որին ամբողջ սպառվածությունը, որով իր մահացածությունը արդեն աղաղակում է եւ ցուցանվում է հենց մեր պետականության մեջ։ Եվ մեր ամբողջ քաղաքական դաշտը ընկած է սպասարկելու այս մահվան արարողությունը։ Մեկը, չգիտեմ, այսպես մահախոսական է կարդում, մեկը, չգիտեմ, գովեստի խոսքեր ասում, մեկը անիծում է, կապ չունի այստեղ թե ով ինչ որակի է։ Կարևորը բոլորը այդ մահվան, այդ արարողակարգի մասնակիցներն են։ Իսկ մենք ասում ենք, թող մեռելները թաղեն մեռելների, կամ ավելին, հարության տոնի հետ կապված, ինչու է կենթանությունը որոնում մեռելների մեջ։ Եվ հիմա կենթանությունը այստեղ այդ բովանդակությունից դուրս, այսինքն քաղաքացիական հասարակությունից կամ քաղաքացիական պայմանագրից կամ հասարակական դաշինքից դուրս նոր բանաձևն է, որը պետք է համապատասխանի արդեն մեր ասած քրիստոնեական արժեքների այս վերաիմաստավորման նոր պետականակարգությանը, արդարապետությանը, որը մենք ձեզ հետ միասին կոչում ենք արդարության սրբազան դաշինքներ։ Սա հիմնարար կարևորագույն կետ է արդարության սրբազան դաշինքները եւ խնդիրը կայանում այստեղ ինչպես գտնենք այն մեխանիզմը, որը շոշափելիորեն, ճանաչելիորեն, ներառականորեն, այսինքն յուրաքանչյուրիս մասնակցությունն ապահովի այդ արդարության սրբազան դաշինքների կայացմանը միջանձնային հարաբերություններում, ներհասարակական հարաբերություններում, համազգային հարաբերություններում եւ ներպետական հարաբերություններում, այսինքն դա խիստ շոշափելիորեն մեխանիզմի վերացված պետք է գործարկենք, որ յուրաքանչյուր հայ մարդ հասկանա, որ ինքը հենց իր գործունեությամբ, իր մասնակցությամբ այդ արդարության սրբազան դաշինքն է կապում հասարակության մյուս անդամի հանդեպ, այսինքն այն Քրիստոսի ասած, որ այնինչ արեցի ձեզ հետ, նույնը արեք իրար հետ, ինքը շոշափելիորեն պետք է զգա, որ ինքն հենց այդ առաքելության մեջ է։ Սա կարևորագույն խնդիր է, որը պետք է մեկնարկենք։ Ուրեմն կա 3 կարևոր խնդիր։ Այն ինչի մասին ասեցինք, հոգևոր արժեքները պետք է տրանսֆորմացվեն քաղաքական բովանդակությունների եւ ասեցինք, հա, ամենից առաջ որոնիր Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, այսինքն կայացրու արդարության արքայությունը,
որ արդեն քաղաքական բովանդակությամբ վերածվում է արդարապետության կամ արդարակարգի, որ ես կխնդրեմ, որ հոգևորական, բարձրաստիճան հոգևորական մեր այրերի համար սա դառնար իրենց քարոզի բովանդակությունը, առավել ևս այն հոգևորականների, ովքեր ունեն քաղաքական բովանդակությամբ խոսք, ելույթ եւ ասելիք, նրանց խոսքում սա դառնար հիմնարար առանցք։ Եվ մյուս կողմից մեր քաղաքական տարբեր վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ կամ այդ դաշտում, ովքեր ուզում են կայանալ, հորդորս եւ խնդրանքս այլևս կենթանությունը մի որոնեք մեռյալների մեջ, կենթանությունը որոնեք նոր հարության ավետիսի մեջ եւ եկեք սպասարկելու այս արդարապետության արդարակարգ կառուցելու այս համակարգի մոտեցմամբ այդ փոխօգնությամբ յուրաքանչյուրս մեկի ցավով ապրելու, յուրաքանչյուրս մեկի ցավին ապրումակցելու այս եղբայրական հոգևոր եղբայրության այս տաճարը կառուցելու։ Եվ սա հիմնարար խնդիր է։ Եվ հիմա երրորդը այս 3 կետերից եւ խոսքս ավարտեմ։ Այս գործընթացը պետք է ունենա հստակ դրսևորում։ Իսկ այսօր մեր եղբայրներից ով ունի ավելի շատ այդ ապրումակցումի, մեր սրտացավության եւ մեր օգնության կարիքը։ Արցախցիները, որտեղ այս ողբերգության, այս խաչելության առաջին գործընթացը մեր դավաճանության, այսպես ասած, մեր ուրացման առաջին զոհը դարձան հենց իրենք։ Եվ հիմա այսօր նրանք անտուն, անտեղ, անաշխատանք, այս անունեցված վիճակով եկել են այստեղ եւ մեր կարիքը, մեր հոգացության, մեր խնամածության, մեր սրտացավության, մեր ապրումակցման կարիքն ունեն։ Եվ աստվածային նախախնամությունը մեզնից ուզում է ընդամենը մեկ բան, ասում է ես ձեզ տվեցի Արցախ աշխարհը սրանից 30 տարի առաջ, որպեսզի դուք փոքրի մեջ տեր լինելու դեպքում ես ձեզ տամ մեծը։ Ասում է դուք փոքրի մեջ տեր չեղաք եւ ձեզ զրկեցի այ դրանից, բայց ասում է ձեզ ունեցածից էլ կառնեմ, եթե խելքի չգա։ Հիմա խելքի գալ հետեւյալն է. մենք կարողանալու ենք ցույց տանք մեր եղբայր, այսինքն այնինչ կանենք մեր փոքր եղբայրների համար, առանց կլինենք Քրիստոսի համար, կամ այն ինչպես նա վարվեց մեզ հետ, վարվենք մենք միմյանց հետ։ Եթե այս բանաձևին մենք տեր չեղանք, Աստված մի արածե, բայց մեր ունեցածն էլ մեր ձեռքից կխլվի, որտեղ նախախնամությունը մեզ սովորացնում է, եւ ասում է, եթե դուք սրա մեջ տեր եղաք, ապա կտամ այն մեծ առաքելությունը, ինչի մասին ես հիմա խոսեցի, արդարակարգ եւ արդարապետություն ստեղծելու խնդիրը։ Եվ հիմա կարևորը այստեղ, երբ որ խոսում եմ արցախցիների մասին, մենք ձեզ հետ միասին աշխարհաժողով շարժման շրջանակներում նախաձեռնելու ենք եւ գնալու ենք հայոց Արցախ այս գործընթացների իրականացմանը ցույց տալու համար, որ մենք արժանի ենք այդ հարության խորհրդին, այդ հարության լույսին, այդ հարության ավետիսին եւ դրանով նոր քաղաքական կյանք կենսը արարելու եւ դրանով նոր պետականություն ստեղծելու եւ ըստ այդմ ապագայում ել ավելիին արժանանալու համար։ Եվ մի այս պարագայում է, որ ասում ենք, միայն արդարության որոնմամբ եւ նրա հաստատմամբ կարող է ներքին թշնամանքը, ներքին ատելությունը, սոցիալական այս անարդար իրավիճակը, անհամերաշխ իրավիճակը լինի հաղթահարելի։ Հետևաբար, այո, ամենից առաջ որոնենք Աստծո արքայությունն ու նրա արդարությունը, Աստծո կամքը ճանաչենք եւ այն կայացնենք։ Եվ միայն այս դեպքում է, որ անընդհատ կրկնում ենք, որ կհավերժի հայը արդար հայը։ Այո, պարոն Մակարյան, հոգևոր բանաձևումները կամ հոգևոր օրենքների բանաձևումները մեր իրականության վերաբերյալ եւ իրականության նկատմամբ հստակ ներկայացրեցիք, ըստ էության բանաձևումը փորձենք ամփոփել եւ բանաձևումները հստակ ներկայացնել։ Ակնհայտ է այս մեծ պակի ընթացքում, հատկապես ավագ շաբաթվա խորհրդի ընթացքում չարչարանքներով խաչելությունից մենք ցույց տվեցինք, որ ճանապարհը հարությունն է։ Բայց հարության հրաշափառ խորհուրդը միայն առաքելության գիտակցմամբ է հնարավոր։ Սա միայն տոն չէ, սա խորհուրդ է, որ մենք պետք է գիտակցենք։ Այս գիտակցումը, առաքելության գիտակցումը մենք նշում ենք, որ դա առաջնային նպատակը արտարակարգի կամ արտարապետության հաստատումն է։ Աշխարհաժողով շարժման անելիքների մասին մոտակայքում կներկայացնենք, ուղղակի մեկ կարևոր շեշտադրում կատարենք, որի շերտերը ապագայում կբացենք։ Ներկա ապարժեք քաոսից դուրս գալու մոտեցում նաև կա, որը ընդհանուր առմամբ կոչվում է ժամանակակից քաղաքագիտական եզրութաբանությամբ կոչվում է կոնսերվատիզմ, պահպանողականություն։ Երբ քաոսը փորձում են քաոսից դուրս գալ հին կարգերը պահելով, կարճելով եւ այլն,
Մենք նկատում ենք, սա ամբողջ աշխարհում է եւ կոնսերվատիզմը Ամերիկայում վեր կանգնելով կամ մնացած տեղերում հաղթանակ տանելով, նույն Ռուսաստանում եւ այլն, կոնսերվատիզմն է քաոսին այլընտրանք, ապարժեք քաոսին այլընտրանք ներկայացում, որը մեր իրականությունում էլ կա։ Մենք նկատում ենք, որ շատ ոչ թե քաղաքական սուբյեկտներին, կուսակցություններին, այլ շատ ազնիվ անհատներ, ազգային խմբեր կան, որոնք փորձում են կոնսերվատիզմի տիրույթում դիմադրել։ Բայց կոնսերվատիզմը ինքը դիմադրություն է ենթադրում, ինքը պահպանողականություն է ենթադրում։ Եվ մեր առաջարկը արտարապետությունը կամ հայոց ազգային հայք ազգային պետությունը դա քաղաքակրթական նախագիծ է։ Եթե կոնսերվատիզմը ինքը դիմադրում է եւ հոգեվոր տիրույթում եթե փորձենք ինքը փորձում է հակաքրիստոսի այս ապարժեքությանը դիմադրել, պահպանել, ապա քաղաքակրթական պրոյեկտի մեջ, որը մենք առաջարկում ենք, դա Աստծո արքայության կայացումն է։ Քրիստոսի հրաշափառ հարությամբ Աստծո արքայության կայացման ճանապարհն է։ Այստեղ է որ տարբերվում է։ Մենք ոչ թե քաղաքական սուբյեկտների հետ ինչ-որ խնդիր ունենք անձնական կամ եւ այլն, այսօր պայքարող քաղաքական սուբյեկտների մասին։ Խնդիրը հենց այստեղ է, որն ենք մենք ընտրում։ Ընտրում ենք վերադարձ անցյալ, թե ընտրում ենք վերադարձ ապագա, երբ փորձում ենք մեր քաղաքակրթական արժեքները արդիականացնելով տեղափոխվել ապագա։ Եվ վերջում շատ հստակ է հոգևոր բանաձևը, կատարյալ եղեք ինչպես ձեր հայրը։ Սա հոգևոր էակի բանաձևումն է։ Այսօր գիտնականները նշում են, որ մարդկությունը գտնվում է, իրենք այդպես են ձևակերպում, անդրոպոլոգիական անցման փուլում, որը ըստ էության չարի առանցքը տանում է դեպի տրանսհումանիզմ։ Իսկ առաջարկը մեր կողմից հստակ է։ Կատարյալ եղեք ինչպես ձեր հայրը, այսինքն հոգևոր ոգեղեն էակի կայացումն է։ Եվ սրա մասին մենք կխոսենք դեռ, ուղղակի բանաձևումները նորից հստակ շեշտենք։ Խաչելությունից հետո կա հարություն, իսկ մեր պարագայում հարության խորհրդի գիտակցումը դա առաքելության վերագտնումն է եւ իրացումն է, որի պարագայում կհավերժի հայը արտար հայը։ Այսքանը մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, ցտեսություն։ Ցտեսություն։ Ինչ անել։ Հարց, որ հաճախ է հնչում այս ապարժեք քաոսում։ Պատասխանների փնտրտուքը յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 20-ին Արդար հայեմի եթերում։